Շնորհակալություն, պարոն նախագահ, նախ ներկայանամ, ես Թեյմուրազյան Լուիզան եմ, ուսանողուհի եմ Երևանի պետական համալսարանում եւ այսօր քննարկեցինք շատ կարեւոր ներքին քաղաքական իրավիճակներ, բայց կցանկանամ նաեւ անդրադառնանք այն ռազմաքաղաքական դաշինքներին, որոնք որ ոչ թե ասենք կենսական, բայց շատ կարեւոր են փոքր պետությունների համար։ Մենք հապկում սառեցրել ենք մեր անդամակցությունը եւ շատ հետաքրքիր է ինձ, երբ իշխանություն գլուխ գաք դուք, ինչ քայլեր կձեռնարկեք, արդյոք Հայաստանի անդամակցումը հապկում կապասառեցվի եւ ինչ քաղաքական, արտաքին քաղաքական հայեցակարգ կմշակեք, որը որ կլինի բազմաբևեռ, բազմավեկտոր, բարի ողջ իմաստով, ոչ թե վեկտորը ուղենք մի ուղղության, առանց մեկ ուղղության հետ համագործակցելու։ Շնորհակալություն։ Հասկացա։ Նայեք, փոքր երկրի համար բարդ տարածաշրջանում չունենալ, չլինել մաս ավելի մեծ համակարգի, սա անվտանգային սպառնալիք է, իրականում սպառնալիք է։ Հիմա ուրիշ այդպիսի համակարգ, այդպիսի կազմակերպություն չկա, կամ ՆԱՏՕ-ն է, կամ ՀԱՊԿ-ն է։ Ուրիշ չկա, ուրիշը Ասիայի, Հեռավոր Ասիայում ավելի շատ Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանը ինչ-որ բաներ կան, բայց մեր հետ այս տարածաշրջանի հետ կապ չունեն։ Ուրեմն փոխանակ դու ճիշտ հարաբերություններ կառուցես ՀԱՊԿ-ի ներսում եւ Ռուսաստանի հետ եւ այլ երկրների հետ, դու սաղ հետ համարյա հարաբերությունները փչացրել ես։ Եվ հետո նեղանում են, ասում են, այս ինչ եղավ, ՀԱՊԿ-ը ինչու չմիջամտեց։ Այո, պետք է վերականգնել այդ հարաբերությունները։ Եվ ՀԱՊԿ-ի կենտրոնական այսպես պետությունը ՀԱՊԿ-ը կառուցված է Ռուսաստանի շուրջ։ Խոսքը նրա մասին չի, որ օրինակ Ղրղստանը մեզ կգաս թե ինչ-որ բանով կօգնի, չի օգնելու։ Բայց ՀԱՊԿ-ի շրջանակներում հենվելով եւ հարաբերությունները վերականգնելով Ռուսաստանի հետ, մենք լրջորեն կարող ենք ամրացնել մեր անվտանգությունը։ Լրջորեն։ Ուրեմն պետք է վերականգնել այդ հարաբերությունները։ Չլսեցի։ Այո, հնարավոր է վերադառնալ։ Բացի դրան, մենք ունենք Ռուսաստանի հետ երկկողմ պայմանագիր։ Ռուսաստանը ստեղ ունի ռազմական բազա։ Մեր երկկողմ պայմանագիրը եւս բավական լուրջ այսպես հիմքեր է տալիս այդ հարաբերությունները կառուցելու։ Ինչով էր հետաքրքիր մեզ համար ՀԱՊԿ-ը։ ՀԱՊԿ-ի շրջանակներում շատ մեծ զեղչերով հնարավոր էր բանակը համալրել զենք զինամթերքով, իսկապես մեծ զեղչերով, նույնիսկ լիքը հարցեր առանց փող էինք լուծում, առանց փող, կրկնում եմ, հիմա խոսում եմ պարադի մասին, չէ, հեսա բանը վերջերս, և այն կադրերը, որը ցույց տվեցին, եթե չեմ սխալվում, ֆրանսիական մի հրետանի են ցույց տվել, ֆրանսիական հրետանի, որը իրականում լավն է, լավ հրետանի է, մոտարապես գինը 5-6 միլիոն դոլար, մեկը, ավտոշասիի վրա, անոնը Ցեզար, եթե չեմ սխալում դա են ցույց տվել, ինչքան բան եմ անում, չէ, դա է։ Հիմա նմանատիպ զենք Ռուսաստանը ունի, որի գինը 2.5 միլիոն դոլար է։ Հիմա այդ Ցեզարի բանը կալիբրը 155 միլիմետր է։ Այն զենքի կալիբրը 152, նույն հզորությունն է, հեռավորությունը նույնն է, ամեն ինչը նույնն է, մեկը մյուսից 2 անգամ էժան, ՀԱՊԿ-ի շրջանակներում կարելի էր շատ ավելի էժան վերցնել, լավ հարաբերություններ ունենալով կարելի էր կրկնակել գինը իջեցնել, մեկ արկա, այդ Ցեզարի համար 2.5-ից մինչև 5,000 դոլար, մեկը, 155 միլիմետր, մեկ արկա ռուսականը 800-ից մինչև 1000 դոլար։ Հիմա դուք նայեք, ինչ ահռելի գումարների տարբերություն այստեղ։ Հիմա դու ստեղ այդ հնարավորություն ունես։ Դու խես գնացել ուրիշ տեղից ես բերում։ Այդ հարցի պատասխանը իրականում ես չունեմ։ Բացի դրան, դու, եթե սպասարկման հարց, եթե
արկերի sense լարացիչ ինչ որ քանակի ո՞նց ես բերելու հասնես Հայաստան։ Ո՞նց ես բերելու, որ ճանապարհով, որ մարշրուտով, չկա, չի լինելու։ Դա հերթական մոդելն է, երբ դու այն սուերի պատմությունը սուերը բերեցին, գոնե մեկ անգամ չօգտագործվեց։ Հիմա բերում եք թանկարժեք, լավ, զինատեսակ, որը մեծ կասկածներ կա, թե անհրաժեշտության դեպքում դու ի վիճակի ես լինելու օգտագործել։ Հիմա սա ողջամտության ինչ որ բան չէ, սահմաններ պետք է լինի։ Կրկնում եմ, այդ զինատեսակի վերաբերյալ իմ կարծիքս այնպեսին է, իր պարամետրերով ինքը լավն է։ Բայց կա դրա անալոգը շատ ավելի էժան։ Ոչ պակաս իր ամեն ինչով։ Հիմա սա է։ Հեսա բերելով են ցույց տալ, մարդկանց ասեն, սա բանն է, Wundwaffe են ասում են, չուդ оружие, այս բանի երկրորդ համաշխարհային ժամանակ բաներ չի օգտագործում էր այդ տերմինը։ Հիմա սա է վիճակը։ Վերականգնել եւ օգտագործել այդ լծակները բանակը ամրացնելու համար։ Եվ իդեպ եւս մեկ հանգամանք այսօր ամենից մեծ եւ ամենից ժամանակակից մարտական փորձը ունեն երկու բանակ։ Ռուսական եւ ուկրաինական։ Իրականում սա է։ Պատերազմի բնույթը փոխվել է եւ ամենից մեծ փորձը այսօր ռուսական ունի եւ այդ փորձից չօգտվելը քո բանակը ամրացնելու համար ուղղակի բացատրություն չունեմ, ոչ թշնամություն է, սեփական անվտանգության հարցերի վերաբերյալ։